Եթերում ես կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ Բարև ձեզ, Տիկին Փոստանջյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Նաեւ շնորհակալություն ձեր գործունեության համար, փաստաբանական գործունեության համար հատկապես։ Յետեք, որ բազմաթիվ քաղբանտարկյալներ ունենք մեր երկրում, ոմանց պաշտպանությունը նաև ձեր տակ է, ոչ միայն որպես փաստաբան, այլև նաև պաշտպանական խմբեր են ստեղծվել, նախաձեռնություններ կան եւ դուք անդամակցում եք եւ շատ ակտիվ եք այդ իմաստով։ Հիմա մենք մի քանի մասին խոսենք, բայց մինչ այդ այն ինչ որ տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի ընտանիքի հետ, դա շարունակվում է, տարածվում է նաև հիմա արդեն Գագիկ Ծառուկյանի մեծ ընտանիքի վրա, դստեր եւ դստեր ընտանիքի վրա, եւ հատկապես այս տեսարանները, որ ցուցադրում են, թե ինչպես են, ձերբակալում, ես կխնդրեի դրա մասին խոսեք եւ Գագիկ Ծառուկյանի ինչպես եւ հետո ինչպես Արգամ Աբրահամյանին այս տեսարանները ստորացուցիչ է տեսարանները ինչ են հիմա այստեղ այս բարձր մի քիչ այս պահը որ մուտք գործեցին բնակարան արդեն խախտում է իհարկե բնակարանի անձեռնմխելիության խախտում է հիմա եթե ուզում եք այս տեսանյութը ես կարող եմ րոպե վարքյան արվարկյան մեկնաբան է ուրեմն որտեղից է սկսել եւ ինչ խախտումներ կան ես իհարկե մանրամասն ծանոթ չեմ այս քրական վարույթի նյութերի հետ բայց այնուամենայնիվ կա երկու ռեժիմ անձին ձերբակալելու հետ կապված առաջի ռեժիմը այն է որ անմիջական կասկածի ներքո տեղի է ունենում ձերբակալություն անձի Մեր այս դեպքով անմիջական կասկածը չկա, որովհետև այդ ենթադրյալ դեպքի մասին քննչական կոմիտեն տարածել է հայտարարություն, որը տեղի է ունեցել տարիներ առաջ, այսինքն անմիջական կասկած տվյալ մասով մենք ըստ էության չունենք։ Ունեինք հավանաբար այն կասկածը, որ տեղի է ունեցել մեղադրյալին դատարան տանելու ռեժիմի ձերբակալություն Այսինքն անձի ձերբակալություն արդեն իսկ մեղադրյալի կարգավիճակում գտնվող անձին դատարան տանելու, որպեսզի նրա նկատմամբ կալանքի միջնորդությունը քննարկվի եւ որոշվի կալանավորում են թե ոչ։ Հիմա երբ նման դեպք է, ինչ պետք է անել իրավապահ մարմնի ներկայացուցիչը, տվյալ դեպքում այս ԱԱԾ-ն, որ մենք տեսանք իբրև թե մուտք է գործում նրա բնակարան, պետք է գային, դուռը թակեին, ասեն մենք ունենք ձեր նկատմամբ ձերբակալության որոշում, այս որոշումը մենք պետք է կատարենք, հետևաբար խնդրում ենք հետևեք մեզ, դուք ձերբակալված եք եւ նաեւ հնարավորություն տրամադրեին, որովհետեւ ձերբակալված եւ կալանավորված անձը ունի նվազագույն իրավունքներ, որոնք պարտադիր պետք է հարգվեն։ Այսինքն մարդուն պետք է թույլ տային ոչ թե հողաթափերով գնար այդ դատարանը, որը ենթադրվում էր, որ պետք է տանային դատարան, այլ պետք է թույլ տային ինքը փոխեր իր զգեստները, տնային զգեստը կամ գիշերանոցը կամ հողաթափը եւ այլն փոխեր, հագնվեր եւ եթե անհրաժեշտ էր նաեւ նրա ձեռնաշխտաներ այդ հագցնեին, ապա նաև ձեռնաշխտաները հագցնեին, այսինքն կար արդյոք դիմադրություն, թե ոչ։ Մենք տեսնում ենք, որ որևիցե դիմադրություն, իհարկե մոնտաժված է այս կադրերը, բայց այնուամենայնիվ դիմադրություն չկա, ուղղակի գալիս է։ Դուք ոչ եք պատկերացնում, եթե դիմադրություններ դա անպայման կցուցադրեին, մի հատ էլ բան կը Այսինքն պետք է դուռը թակեին, ասեին մենք ունենք ձեր նկատմամբ ձերբակալության որոշում, ձերբակալության որոշումը մենք պետք է հիմա կատարենք, հետևաբար ձեր նվազագույն իրավունքների վերաբերյալ պետք է տրամադրվեր նաև ծանուցում, այսինքն պետք է հրապարակեին նաև իր իրավունքների սահմանափակումների վերաբերյալ նաև պարտադիր ծանուցումը եւ այդ ձերբակալության որոշումը նույնպես պետք է տրամադրվեր տվյալ անձին, որ ինքը ծանոթանար վերջ ի վերջո իրեն ձերբակալում են, այսինքն նվազագույն դատավարական գործառույթներ կային, որը պետք է կատարվեր։ Մենք չենք տեսնում ուր է ձերբակալության որոշումը։ Մենք տեսնում ենք միանգամից ներխուժում, բնակարան, բնակարանի ներխուժումից հետո անձին պարկացնում են գետնին, նա գտնվում է տնային հագուստով, նրան նկատմամբ արդեն ձեռնաշխտանները անցկացնում են
եւ այդ դրանով ավարտվում է, այսինքն ոչինչ մենք չենք հասկանում այս ձերբակալությունից։ Ի վերջո անմիջական կասկածի ներքո էր, եթե ներքո էր, ապա ինչու եք այդպես եկել եւ այլն, ուրա դեպքի վայրում է անմիջական կասկածը եղել, ենթադրյալ սպանության ինչ որ պատվերի շրջանակում, որը տեղի է ունեցել եւ այլն, այսինքն ակնհայտ է, որ այդ անմիջական կասկածի ներքո ձերբակալությունը գոյություն չուներ, այսինքն այդ ռեժիմը, այն ռեժիմով է եղել եւ այլ ռեժիմի հետ կապված բազմաթիվ խախտումներ, ընդհուպ սկսած մինչեւ ապօրինի բնակարանի անձեռնողելիության խախտումը։ Հիմա այս դրվագով մենք կարող ենք ասել, որ սա շարունակական բնույթ է կրում, ոչ միայն սա, այլ անցյալ տարի նույնատիպ մոտեցմամբ, նույնատիպ գործողություններով մուտք գործեցին լրագրող, հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի բնակարան եւ նրան այնտեղից առևանգեցին գիշերազգեստով, նա չբնորոշ ֆիզիոլոգիական վիճակում էր եւ շուրջ 30 ժամ մինչեւ Աբովյան քրակատարողական հիմնարկ մուտք գործելը Տիկին Աղեկյանը մնացել էր քաղցած, առանց հիգիենայի պարագաների, առանց գեստի, առանց հնարավորության հոգալու իր առողջական խնդիրները եւ այդ 30 ժամվա ընթացքում նրան ցուցաբերվել է մի քանի անգամ բժշկական նկատմամբ օգնություն, բայց ես գործի մասին ուզում եմ խոսենք ավարտենք, հետո քննչականի տարածած հայտարարության մասին, հա, որ անձնական կյանք մտնելու այդպիսի բան, իմիջիայլոց քիչ առաջ էլ ազգային ժողովում պետաիրավական հարցերի, չէ, հանձնաժողովի նախագահային ընտրում, ինքը եւս դատապարտել է, որ դա դատապարտելի է այս հայտարարության հետ կապված, անձնական կյանք մարդկանց մտնելու, Գագիկ Ծառուկյանի դստերը առնչվող Հովիկ Աբրահամյանի որդուն այդ ընտանիքի պատգամավորը, այսինքն գործող իշխանության ներկայացուցիչների պատգամավորը նման հայտարարությամբ է միայն հանդես գալիս եւ 2 օր առաջ էլ նաեւ Արդարադատության նախարարության համապատասխան գործակալությունը անձնական տվյալների պաշտպանության հայտարարությամբ էր հանդես գալիս, սա բավարար չէ։ Այսինքն միայն հայտարարություններով հանդես գալը բավարար չէ։ Այդ քննչական կոմիտեի նախագահին պետք է ուղղակի հեռացնել աշխատանքից։ Այսինքն այս հայտարարությունները արդեն իսկ արվել են պաշտոնապես քննչական կոմիտեի կողմից։ Գիտեք ինչ, այս հայտարարությունները, եթե նախկինում ինչ որ հայտարարություններ էին անում fake ինչ որ Ռեգինա Պրազյաններ կամ չգիտեմ Ալիս Սողոմոնյաններ ինչ որ հայտարարություններ էին անում Facebook-ներում եւ այլն, սա այլևս այդ որակի հայտարարություններ չեն, այդ հեղինակների կողմից չեն, այլ պաշտոնական հայտարարություններ են, որը հրապարակվել են Հայաստանի Հանրապետության իշխանությունները ներկայացնող, իրավապահ համակարգը ներկայացնող քննչական կոմիտեի կողմից։ Հետևաբար, այսինքն մենք ունենք հստակ հեղինակ, հստակ պաշտոնյա, որը կատարել է խախտում, բայց այդ խախտման հետևանքը իհարկե պետք է լինի շոշափելի հասարակության համար, այլ ոչ թե լինի ուղղակի հայտարարություններ, այլ պետք է լինի շոշափելի անձի նկատմամբ պատիժ կիրառելով, իսկ պատիժը պետք է լինի միանշանակ հեռացում պաշտոնից։ Այլ կերպ ես չեմ կարող ասել, որ շտկվեց վիճակը եւ դա Ասկեւ թե այդ հայտարարություն տարածող այդ կառույցը պատասխանատվություն կրի։ Միանշանակ, այսինքն եթե դատապարտում են պետական մեկ այլ մարմին, որը արդարադատության նախարարությունն է, պաշտոնապես արդարադատության նախարարությունը դատապարտել է։ Այսինքն բա դրանից հետո ինչ պետք է բխի։ Դատապարտել միայն խոսքի դատապարտումը բավարար չէ, խոսքի դատապարտումից պետք է հետևի նաև այդ անձին, օրինակ այդ պաշտոնից ազատելը։ Հիմա տեսեք, մենք այս գործի շրջանակում նաև տեղեկատվություն ձեռք բերեցինք, որ ենթադրյալ սպանության այդ գործով հայտնաբերված շուրջ $60,000 նույնպես անհետացել է քննչական կոմիտեի կողմից քննվող գործի շրջանակում։ Սա արդեն որ երրորդ դեպքն է, որ քննիչները
յուրացնում են այդ գումարը, այսինքն իրենց վարույթների ներքո արգրաված խոշոր գումարները, հիշում եք մի դեպքով ես ենթադրում եմ նաև շատ թանկարժեք առարկաներ, իրեր, երևի իրանց հայեցողությամբ վերցնում են, մի մասը խոսում է դրա մասին, մի մասը չի խոսում կամ աղմուկ բարձրացնում են, այդպես էլ տանում եւ յուրացնում են այդ ամեն ինչը։ Տեսեք Իշխան Սաղաթելյանն էս տուն էլ մտան եւ գումարը, կնոջ զարդերը, իրերը, ամեն ինչը, ինչ իրանց դուր եկի վերցրե տարել են։ Այդ դա նաև Ծառուկյանն էս տնից տեսանք ինչ են անում։ Դրա համար ասում եմ, եւ բացի այն որ տարել են, հիմա մենք ունենք փաստեր, որ ոչ միայն արգրավել տարել են, ունենք նաև փաստ, որ իրեղեն ապացույց էին ճանաչել առյուծին եւ առյուծին սպանել փաստացի կյանքը ընդհատվեց առյուծի եւ արգրավելու ով պատասխան տվեց դրա համար ոչ ոք Վագրին եւս այդ Վագրը անգամ չի պատկանում Գագիկ Ծառուկյանին անձնագրով որդունն է էլի այդպես Չէ, ուղղակի այս օրինակները տիկին բանը ցցուն օրինակներ են, բայց դուք պատկերացնում եք ինչքան բաներ կա, որ մենք չգիտենք, եւ ինչ է կատարվում, եթե աղմկահարույց գործերում այսպիսի բաներ են անում։ Դաշնակցության բանի ղեկավարի տուն են մտնում, այդպես են անում, գիտեն որ այնուամենայնիվ կուսակցությունը բանը կարող է, չէ, կամ ասենք հայտնի դեմք է Գագիկ Ծառուկյանը, բայց տեսեք մնացած տեղերում ինչ են անում։ Հիմա եթե դուք արգրավում եք, այդ արգրաված իրը ձեր քննիչների վերահսկողության տակ է գտնվում, հիմա արգրավեցին առյուծին, վերահսկողության տակ գտնվեց, առյուծը չարտնացավ, գումարը իրենց վերահսկողության տակ է գտնվում, քննիչների գումարը անհետանում է, այս մասին մենք հիմա փաստարկված գիտենք, հետևաբար, եթե այսպիսի կոպիտ օրենքի խախտումներ են տեղի ունենում քննչական կոմիտեի ղեկավարի վարչարարության շրջանակներում, այս քննչական կոմիտեի ղեկավարը իհարկե պետք է շուտ-ապույտ ազատվի աշխատանքից եւ գա մի կոմպետենտ ղեկավար, որը թույլ չի տա նման կոպիտ օրենքի խախտումներ։ Իսկ կոպիտ օրենքի խախտումները մեկը հետեւյալն էր, այս քննչական գործողությունը, որը մենք որ ի սկզբանե առաջին իսկ վարքյանից արդեն տեղի է ունեցել Արգամ Աբրամյանի նկատմամբ խախտումներ։ Անձնական կյանքի մեջ մտնելը եւ այդ մասով այդպիսի հայտարարություն տարածելը կոպիտ խախտում է։ Արգրաված սեփականությամբ պատկանող գույքի հետագա կորելը կամ հետագայում այդ նույն առյուծը սատկելը, դա անկում ապրելը, դա նշանակում է, որ այդ գույքը, որը վերցրել էին որպես արգրաված գույք, այլևս գոյություն չունի։ Հիմա գոյություն չունեն գումարները, գոյություն չունի առյուծը։ Սա ինչ է նշանակում։ Եվ նաև իրեր են, այնտեղից բազմաթիվ իրեր են տարել, բազմաթիվ։ Դե հիմա ես խոսում եմ հստակ փաստերով։ Առյուծը այլևս անկում ապրեց, $500,000 այն դոլարը, որը արգրավել էին ինչ որ հետո իբրև թե հայտնաբերել են, ես չգիտեմ, եւ ունենք այսօր այս փաստը, որ $60,000 գոյություն չունի այս պայդրությամբ արգրաված։ Հիմա սա ինչ է նշանակում, որ այդ քննչական կոմիտեի ղեկավարը կոմպետենտ չէ։ Ես այլ կերպ չեմ կարող մեկնաբանել այս գործառույթները։ Եվ իհարկե այս դատապարտող հայտարարությունները, որը արվել են Արդարադատության նախարարության կողմից, այդ թվում նաև ԿՊ ներկայացնող անձանց կողմից, նրանք պետք է հաշվետվություն պահանջեն հենց այս քննչական կոմիտեի նախագահից եւ հրավիրեն ազգային ժողով, կազմակերպեն համապատասխան լսումներ, պարզաբանումներ ստանան եւ բացի այդ պարզաբանումներից նաև նախաձեռնեն գործընթաց, որով նրան պետք է հեռացնեն այդ պաշտոնից։ Շատ լավ, եւ քաղաքապետարների թեմայով, հա, գիտեմ, որ նաեւ պաշտպանական խումբ չէ, այո, ինչ որ իմաստով հանրային պաշտպանական խումբ է, հա, նախաձեռնությունը ստեղծվել, որի մեջ նաեւ դուք եք ընդգրկված, նաեւ հայտարարություններ, հա, այսօր տարածվել, այդ գործի հետ կապված եւ Անդրանիկ Թևանյանի եւ Արեգնազ Մանուկյանի ինչ ունեք ասելու, խնդրեմ։ Տեսեք, մի աբսուրդային Իմիջայլոց քիչ առաջ պաշտպանական թիմի հայտարարությունն է տարածել քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Գևորգյանի կողմից օգոստոսի 6-ին
Մարիամ Անդրանիկ Թևանյանից հարցն է եւ օգոստոսի 6-ին Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում Անդրանիկ Թևանյանի եւ Արիգնազ Մանուկյանի վերաբերյալ հնչեցված հայտարարությունների կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում արձագանքել հետեւյալը. Քննչական մարմնի ներկայացուցիչի կողմից հանրության ներկայացած այն պնդումները, թե Անդրանիկ Թևանյանը իբր 622,000 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց ձեռք է բերել պետական գաղտնիք պարունակող փաստաթուղթ, այն թարգմանվել փոխանցվել օտար երկրի հատուկ ծառայության ներկայացուցիչի, ինչպես նաեւ այն, թե այդ փաստաթուղթը նրան փոխանցվել է Արիգնազ Մանուկյանը, չեն համապատասխանում իրականությանը, մասնավորապես նման, այսինչ անհեթեթություն 622,000 դոլարի դիմաց, այ քեզ անհեթեթ, մասնավորապես նման փաստական հանգամանքները որևէ անձի առաջադրած մեղադրանքում առկա չեն, իսկ քրեական վարույթի նյութերում դրանց վերաբերյալ հաստատող ապացույցներ չկան, ուստի Պաշտպանության կողմը ամբողջությամբ հերքում է վերոնշյալ հայտարարության արված պնդումները, միաժամանակ նման կերպ չհաստատված տեղեկությունների հրապարակված ներկայությամբ ստեղծում է հրապարակային կանխակալություն, քանի որ այսինքն հանրության վրա ազդելու, այսպես դատապարտում է, այո, խախտող ըստ էության հայտարարություն է արվել հանրային հեռուստաընկերությունում եւ սա առաջի անգամ չէ, այս պայծրությամբ մի վարույթ է հարուցված քաղաքացիական գործի շրջանակում ընդդեմ Արտուր Պողոսյանի, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի, ով անցյալ տարի մայիսի 12-ին հրապարակավ պնդումներ էր կատարում իմ պաշտպանյալ Լիլիթ Աղեկյանին վերաբերյալ, խախտելով նրա ամեղության կանխավարկածը։ Մենք այժմ հիմա հայց ենք ներկայացրել Արտուր Պողոսյանի դեմ, որով նա եւ խախտել է ամեղության կանխավարկածը եւ զրպարտչական հայտարարություններ է արել Լիլիթ Աղեկյանի նկատմամբ։ Այսինքն սա արդեն կարող ենք ասել, որ կրում է ինստիտուցիոնալ բնույթ, այսինքն մարդկանց պետք է ասեմ, որ այո, կասկածվում են, բայց այսպիսի տվյալներ երբ տալիս են, այսպիսի հայտարարություններ են անում, սրանք արդեն անցնում են բացարձակության շեմը եւ պնդողականության այն շեմը, որը խախտում է մարդու ամեղության կանխավարկածը։ Մինչդեռ այս ուղղությամբ, եթե այսքան ըստ իրենց տվյալների արդեն դա ապացուցված էր, իսկ ինչի գործը դատարանում չէ, ինչու են այս մարդիկ գտնվում կալանքի տակ, ինչու է Արիգնազ Մանուկյանը, ով ունենալով իր խնամքին տարեց ծնող, իր խնամքին անչափահաս երեխա, իր խնամքին Ինչի նախընտրվել կալանքը ինչի համար իր խնամքին ունենալով իր հետ բնակվող տարեց կեսուր եւ կեսրար, այս կեսուր եւ կեսրար, այս մարդկանց այս խնամքը երիտասարդ կնոջից կնոջը կտրում են այդ տարեցներին ամիջական խնամելուց եւ երեխայից եւ տանում են կանոնավորում են տեղավորում են ամբողջական քրեակատարողական հիմնարկում, այսինքն մենք հասկանում ենք եւ դեռ ավելին վերաքննիչ դատարաններ, վերաքննիչ քրեական դատարանը հապաղում է քննել վերաքննիչ բողոքը, այսինքն մենք հասկանում ենք, որ այս ամենը ոչ թե իրական ինչ որ քրեական հետապնդման առաքելություն է, այլ ընդհակառակը պատժի տեսակ է բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր ներգրաված են եղել քաղաքականության մեջ եւ դեմ են եղել գործող իշխանության քաղաքականության։ Հիշեք Անդրանիկ Թևանյանի հայտարարությունները նախընտրական փուլում, որ թրքահպատակ, թրքին ծառայել, երկիրը վաճառել, այսինքն շատ կոնկրետ Ալիևի դեմ, Թուրքիայի բաց ներկայացնում էր Թուրքիայի եւ Ադրբեջանի նկարտումները, ինչ է ոնց են համագործակցում, ինչ է արել Նիկոլը, ինչ է արել ԿՊ-ն, այսինքն շատ կոնկրետ ներկայացնում եւ բացահայտում է։ Եթե լուծենք այն հայտարարությունը, որը կատարվել է քննչական կոմիտեի կողմից, այդ 600 քանի հազար դոլարի վերաբերյալ, գիտեք, դա շատ աբսուրդային է։ Հիմա կարող ենք այստեղ մի հատ դրոն թռցնել, մոտավորապես 20,000 դրամով։ Մի քանի ժամ այդ դրոնը այստեղ կկանգնի, մի ժամ կամ 2 ժամ այդ վերագրվող ինչ որ փաստաթղթից հետ կապված, ամբողջը կարող է ձայնագրել 20,000 դրամով։ Եվ տանել տալ ինչ որ մեկին ում որ հետաքրքիր է, թե այստեղ ինչ է խոսացվել։
Այսինքն դրա կարիքը չկար, որ այդքան գումար վճարեին այդ տեղեկատվության համար։ Սա աբսուրդային է։ Այդ ամբողջ աբսուրդը գիտեք որն է։ Այդ քննարկումից հետո Գեգամ Նազարյանն ասում է, Գեգամ Մանուկյանը ասում է, դուրս եմ եկել, ներկայացրել ենք թե ինչ հարցեր է քննարկել, որևէ գաղտնիություն այնտեղ չի, բան թե գաղտնիություններ, ապա ինքը լրագրողները հարցեր են տվել, այդ հարցերին պատասխանել է Գեգամ Մանուկյանը, թե ինչ է քննարկվել այդտեղ, ինչ են որոշել։ Հասկանում եք, բացարձակ այնտեղ ի վերջո Հայաստանի Հանրապետության սահմանները վերահսկվում են Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների։ Չէ, որովհետեւ Ռուսաստանի Դաշնությունը դարձավ թշնամի երկիր, չգիտեմ ինչ, ռազմավարական դա ճիշտ եք ասում, սահմանի ռուսները չէին կանգնած միջև այս։ Իրենք ցիտում են, որ իբրև թե իրենք հղում են կատարում, դրան չէ, որ սահմանների հետ կապված է։ Բայց կներեք, էլի Նիկոլա Ալենը քանի անգամ են հայտարարել, որ մենք բարեկամական, ռազմավարական դաշնակիցներ ենք։ Նույնիսկ եթե քանի անգամ հայտարարել կան ստորագրված ուժի մեջ գտնվող մի շարք փաստաթղթեր։ Այսինքն այդ փաստաթղթերով, եթե իրենք ուզենային ինչ-որ տեղեկատվություն ստանային, չէին կարող ստանալ, հիմա պետքա դիմեին Անդրանիկ Թևանյանին, որպեսզի Անդրանիկ Թևանյանը իրենց տրամադրել։ Իհարկե սա աբսուրդային է, այսինքն հանրային հեռուստաընկերության փորձ է կատարվել արդարացնել գոյություն չունեցող հանցակարգ։ Չի կարող լինել, հասկանում եք, որովհետև եթե քո սահմանները վերահսկվում են Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների կողմից, այն էլ երկու կողմանի փաստաթղթերի հիման վրա, եւ այստեղ կարող է այդ երկրին հրճակես, ինչ կարիք կար, այսինքն սա նույնիսկ գոնե եթե ասեին ինչ-որ մի հատ ուրիշ պետություն, միգուցե այդտեղ մարդկանց մոտ ուրիշ պետության անուն տային, բայց այստեղ կոնկրետ պայմանագրային հարաբերություններ են, այսինքն այդ տեղեկատվությունը պայմանագրային կողմին բացարձակ հասանելի է, դրա կարիքը ինքը չունի, որպեսզի այլ երրորդ անձից ինչ-որ տեղեկատվություն ստանա, որովհետև դա իր անմիջական գործառույթներն են։ Այսինքն ինչպես գիտի այդ մասին Հայաստանի կառավարությունը, այնպես է գիտի Ռուսաստանի Դաշնությունը։ Հետևաբար այստեղ աբսուրդային է, այս մենք որ եթե վերլուծենք այն ինչ որ մեզ տրամադրվել է քննչական կոմիտեի կողմից, մենք հանգում ենք աբսուրդի, այսինքն չի տրամաբանվում։ Եվ հետևաբար այս ամենից ելնելով կարող ենք եզրակացություն անել, որ Անդրանիկ Թևանյանին եւ Արեգնազ Մանուկյանին ուղղակի այս քրական բարույթի ներքո ուզում են պատժել իրենց չեզոքացնել, պատժել, իրենց քաղաքական գործունեության համար, իրենց կեցվածքի, իրենց հայտարարությունների, իրենց եւ քաղաքական եւ քաղաքացիական կեցվածքի։ Հիմա մենք ուշադրությամբ հետևում ենք ինչ տեղի ունեցավ առաջինը Անդրանիկ Թևանյանի կալանավորումից հետո, որից հետո տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժի մուտքը արգելափակել է խորհրդարան։ Այսինքն սա կոնկրետ մեծ ծրագրի մեջ է մտնում։ Իհարկե այդ ձայների վերաբաշխումը, այսինքն այդ ձայները ի վերջո գողանալ։ Այո, փոշիացվեց, այսինքն իրենցից գողացան այդ ձայները։ Մենք հիմա հետագայում Արեգնազ Մանուկյանին ձերբակալել, Գագիկ Ծառուկյանի մի շարք տնօրեններին ձերբակալել, Գագիկ Ծառուկյանից խլելը ամեն ինչ, Գագիկ Ծառուկյանի ընտանիքի վրա հարձակվելը, Բարգավաճ Հայաստանի դարձակ, տեսնում ենք, որ սա ընդհանուր մի փաթեթի մեջ է, էլի։ Մի փաթեթի մեջ, բայց եկեք մի հատ փաթեթի ամենագլխավոր նաև տարին անդրադառնանք սեփականության իրավունքի հետ կապված ոտնձգություններին։ Սեփականության իրավունքը դա հենց այնպես իրավունք չէ, եւ սեփականության իրավունքը մտնում է հիմնարար իրավունքների կազմի մեջ։ Այսինքն սեփականության իրավունքը դա պաշտպանվող շատ կարևոր իրավունք է եւ սահմանադրական իրավունք է եւ միջազգային նորմերով հիմնարար իրավունքի պաշտպանության ներքո է գտնվում։ Երբ բոլշևիկները գալիս են իշխանության, ինչ են անում։ Սկսում են հարուստներից, այն խավից, որը իրենց խավը չէ, իրանք այդ խավին հայտարարում են որպես դասակարգային թշնամի, այդ խավից ապօրինաբար սկսում են վերցնել ինչ է նրանց պատկանող սեփականությունը անօրինական ձևով։ Հիմա մենք այս տարիների ընթացքում ականատեսնենք, այո, միգուցե ծագումը եղել է ոչ օրինական,
բայց այն գործողությունները, որը մենք հիմա տեսնում ենք այս գույքի հետ վերադարձի կամ խլելու, մենք տեսնում ենք, որ սա տեղի ունենում բացարձակ անօրինականության շրջանակներում, այսինքն օրենքի կարգավորումների եւ օրինականության հետ սա կապ չունի։ Եթե Գագիկ Ծառուկյանին ասում են, հայտարարում են, որ դու դառնալու ես, կներեք այս արտահայտության համար, բայց պետք է ցիտեմ, այո, այդ բառն է օգտագործում, որից հետո անմիջապես հետևում են նրա պատկանող սեփականության սեփականատերի փոփոխություն եւ այդ սեփականատերը փոխվում է եւ հայտարարվում է մեկ այլ անձ այդ սեփականության եւ այլևս այդ Գագիկ Ծառուկյանին չի պատկանում եւ դրա վերաբերյալ չկա որևիցե դատական գործընթաց, ապա մենք հասկանում ենք, որ սա նույն այդ բոլշևիկյան ձեռագիրն է։ Եվ այս բոլշևիկյան ձեռագիրը, եթե հիմա առնչվում է Գագիկ Ծառուկյանին, խոշոր սեփականատիրոջը, հետո տարածվելի է բոլորի վրա, ոնց որ բոլշևիկների ժամանակ եղավ կուլակաթափությունը, այսպես կոչեցին իբրև թե կուլակներ, ով հիմա նաև մի կով կամ չգիտեմ ինչ, եւ սկսեցին հալածել այդ մարդկանց։ Ասում է Սոս Սարգսյանը հիշում էր, ասում էր վերջում հասան Պապուս, թե հասան Պապուս հարևանի, որ երկու ակլոր ուներ։ Հրճակեցին, որ դու կուլակ ես, երկու ակլոր ունես ու այդ է քեզ սիբիր հիմա։ Այսինքն վաղը հասնելու է նրան, որ դու ոնց 5 կով ունես, ոչխար ունես, չգիտեմ տուն ունես, եւ մի շարք գործեր են հիմա ինչ պատահում է ուղարկում են հակակոռուպցիոն, կապ ունի, կապ չունի դրա հետ։ Ինչա, խոսքի վիրավորանքի, ինչ ուզում ա լինի, ուղարկում է այդտեղ, էլի, ասա, ինչ էլ պոկիկ, ինչ էլ գողանանք լավ։ Հիմա նաեւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով կա, իբրև թե այդ հանձնաժողովը անկախ է, բայց իրականում ես այդպես չեմ կարծում, որովհետեւ նույն այդ հանձնաժողովը, որը նաեւ իրավունք ունի վարքագծի կանոնների հետ կապված ինչ որ հարցեր քննարկել, այնուամենայնիվ այս կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մենք չտեսանք, որ օրինակ Ալեն Սիմոնյանի գույքի հետ կապված ինչ որ բան քննի։ Այդ որտեղից չէ իրեն։ Մեկ այլ անձի Արարատ Միրզոյանի այդ սեփական այդ բանը, Ավինյանի այդ դղյակները, ինչի մասին է խոսքը։ Եվ իրանց բոլորի այդ բարձրաստիճան պետական Սուրեն Պապիկյանի Պաշտոնյաների գույքի հետ կապված մենք չգիտենք Արայիկ Հարությունյանի որ այդ գործերը, այդ դրանց վերաբերյալ ինչ որ վարույթներ են հարուցվել եւ վարույթները ունեցել են որոշ չափով հանգուցալուծում, որը ի վնաս է եղել այդ բարձրաստիճան։ Դուք նաեւ ինձ եք պաշտպանում, գիտեք, որ 10 գործից ավել գործեր կան, հա, Հայելի ակումբի հետ կապված, իմանցի հետ կապված, այսինքն եւ պահանջում են արդեն դատական որոշումներ կա եւ գումարներ են ինձանից պահանջում եւ ներողություն խնդրել, այսինքն կոնկրետ բռնություն, ասեմ ինչ ասեմ, լրատվամիջոցի եւ իմ անձի նկատմամբ դրա նախաձեռնողը ամենաբանը վիրտուոզ sense անում է աստիրեն, գիտեք, ես իմ քանի հարուքի, այդ թվում նաեւ Հայելի ակումբի ինձ այդ թքող բալեն է, որ դրանով է մնալու եւ ինքը հանրության մեջ ֆիլմա նկարում իր համար, Ալենի մասին է խոսքը, Ալեն Սիմոնյանի մասին է խոսքը, այն հիշում եք, որ ոնց վիրավորեց գերիներին, ինչ խոսեց գերիների հասցեին, այդ ամբարտավան իր կեցվածքը քաղաքացու վրա թքել է ու այդ իր ցինիկ դուրս տված բաները եւ նաեւ այս դատական process-ները, որ նաեւ իմ նկատմամբ միայն 3 գործ հիմա մեկնել էլի որոշում կա, որ դատարանները դե գնում են այդ սպարզ է, չէ, մարդը բարձր պաշտոն է զբաղեցրել, դատավորներն ունեն որոշակի կաշկանդվածություն եւ այդպիսի որոշումներ են կայացնում, նաեւ ինձանից էլ պահանջում են, որ արդեն որոշում են կայացել, այդ գումարները պիտի վճարեն։ Ես ձեր մի գործից պատմեմ, օրինակ, երբ բարձրաստիճան պետական պաշտոնյան թղթադրամները մեծ չափի թղթադրամները 20000 դրամ Խոսքը շիշ բռնողի մասին է, պատերազմից հետո այս մարդը քավոր է կանգնում եւ ցինիկաբար դա նկարում եւ տարածում են, այսպես այդ ժամանակ sense հանում է բաներով, այս sense կապոցով հանում է գումարը ու այսպես լկտիաբար այդ ամեն ինչը շարում է դրա վրա եւ ես դա մեկնաբանել եմ եւ ինչ որ խոսքեր եմ ասել իր հասցեին։ Եթե մենք սա հիմա վերլուծենք հանցակազմի տարեր պարունակելու տեսանկյունից համատեքստում, ուրեմն նախ թղթադրամները ինքը հանում է կանխիկ, բավականին մեծ գումար, իսկ բավականին մեծ գումար կանխիկ
շրջանառության մեջ դնելը, դա ապօրինի է, օրենքով արգելված է։ Հիմա եթե միտեղ Նիկոլ Փաշինյանը ենթադրաբար գնա տեսնի նման տեսարան, ինքը պետք է ասի հաղորդում եմ տալի, գնացեք այս մարդկանց պատասխանատվության կանչեք։ Այսինքն մեծ քանակի գումար արձերն կանխիկ դնում է շրջանառության մեջ որպես նվեր։ Համենայն դեպս այդ տեսանյութից այդպես է երևում։ Հիմա դրանից առաջ եղել էր նաև հայտարարություններ եւ այդ համատեքստում դուք վարել եք հանրությանը խիստ հուզող հարցի վերաբերյալ քննարկում, որը եւ հնչել են գնահատականներ, կարծես։ Եվ հնչել է դատողական գնահատականներ այդ արարքի եւ գործողությունների վերաբերյալ։ Ինչ է դա չպետք է հնչեր, եթե չպետք է հնչեր, ուրեմն դա նշանակում է Հայաստանը ժողովրդավար պետություն չէ։ Նույնը տարածվում է նաև Ալենի վրա, այսինքն այս մարդը, երբ որ կանգնում է գերիների հասցեին այդպիսի բան ասում, չէ՞։ Հետո դրանից հետո ինչ որ մի հատ բանի մեջ գտնվող շրջափակված Արցախի 30,000 երեխաներ շարունակում են շրջափակման մեջ լինել, սովի մատնված եւ իր մի հատ հայտարարություն անում երեխաների պաշտպանության օրը, որ մենք ձեզ սիրում ենք, պատկերացնեք լկտիության սահմանը եւ մի հատ ինչ որ գնահատական է իմ կողմից հնչում, ինքը դատում է եւ այս դատարանը ասենց որոշում է կայացնում, որ ես պետք է ներողություն խնդրեմ եւ մի հատ գումարներ վճարեմ այդ Ալենին։ Ալեն Սիմոնյանը, Այս չի քո դատարանը Նիկոլ։ Բարձրաստիճան պետական պաշտոնյա, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, երբ նրանք հանդես են գալիս հայտարարություններով, նրանք պետք է պատրաստ լինեն, որ դառնալու են թիրախ սուր քննադատության։ Միջազգային եվրոպական դատարանն էլ է դա ընդունում։ Եվրոպական դատարանում կա, որ եթե դու պաշտոնյա ես, ուրեմն պիտի լսես նաև քննադատական էսի խոսքեր, գնահատական խոսքեր։ Քննադատական խոսքը կարող է լինել բավականին սուր եւ երբեմն անցնել նաեւ սահմաններ։ Սա բնական է, որովհետեւ սա է պահանջում ժողովրդավար հասարակությունը։ Հիմա, բայց մյուս դեպքում իրենք իրենց խոսքերում պետք է լինեն բավականին զուսպ, որովհետև իրենց հայտարարությունները կարող են դիտարկվել իրենց ստորադասների եւ իրենք ոչ մի պատասխանատվության չեն վերցնում, բայց լրատվամիջոցի որպեսզի լրացնեն, խնդիրներ ստեղծեն, պարզ է, չէ՞, ֆինանսապես, այսինքն ինչ խնդիրների առջև են իսկ կանգնեցնում, պարտավորեցնեն, որ ես այդ գումարները իրենց վճարեմ, այսինքն հիմա այսինքն ամեն ինչը մեկին ձերբակալել, մեկին ֆինանսական բաների տակ գցել, մեկին քաշ տալ դատարան, Են մի լրատվամիջոցը հասնել նրան, որ փակվի, այսինքն այս ճանապարհի վրա է, էլի Նիկոլը եւ իր փողոցում շպրտված Ալենը։ Առնվազն այս փուլը։ Հայցերը ձեր լրատվամիջոցի եւ ձեր նկատմամբ հենց դա հետապնդում է։ Միտում կա այստեղ շատ կոնկրետ։ Ոնց եղավ կազմակերպված, հենց ասենք այդ թքողը բանը, կազմակերպած մենակ 3 գործն է, 2 գործն է, parchi որ թե կազմակերպված։ Փոքր ես լրատվամիջոցը գովեմ։ Չէ, մեր ներկայությամբ ես չէ, ես բայց պետք է մեր հանրային լսարանին հայտնեմ, որ այս ընթացքում ես տեղ չեմ գտել, որ կարելի է գնալ եւ պարզաբանում տրամադրել հանրությանը, որը բխում է հանրության շահերից։ Միակ տեղը, որ ինձ հնարավորություն է ընձեռել, դա եղել է Հայլի ակումբը։ Իմիջիալ սա նորություն չի, Սա նորություն չէ, սա տարիներ շարունակ է։ Ես երբ որ Նիկոլը բանտից դուրս է եկել հարց, ուր է գնացել Նիկոլը խոսելու։ Հայլի ակումբ։ Հարց եմ տալիս։ Նիկոլը ուր է գնացել, Հայլու առաջ։ Իմ հաղորդումներին ուր է գնացել։ Այն մարդը, որ կանգնում է վիրավորում է Հայլի ակումբը, Արայիկ Հարությունյանը, վիրավորական խոսքեր ասում է ժողովուրդը, ես իմ ինչ ասում։ Ես էլ ասում եմ, բա դու, որ զրկված ոչ միտեղ չէին կանչում, ուր է գնացել Արայիկ Հարությունյանը, Ռուբինյանը, ուր են գնացել, ով է դռները բացել։ Եվ որ Խաչատուր Սուքիասյանի դեմ չգիտեմ ինչեր էր։ Ով էր պաշտպանում, որտեղից էր այդ պաշտպանությունը Խաչատուր Սուքիասյանի հանդեպ։ Հայլուց չէր այդ պաշտպանությունը։ Կար ուրիշ տեղից տես պաշտպանություն։ Չէ, չկար այդպիսի բան։ Երբ տես փորձում է վիրավորական բան ասել Արայիկ Հարությունյանը, որ ժողովուրդը էսպես, էլ ասեմ ժողովուրդը քո մասին ասում է դտում ես։ Հիմա ամեն օր ասեմ դու դտում ես։ Ասեմ ամեն օր։ Եթե դու ժողովրդի խոսք ինչ որ բան ես լսել եմ ժողովուրդը էսպես է, ժողովուրդը քո մասին ինչ որ մարդկանց մասին է, կողմնորոշումների մասին է խոսում։ Ասեմ ձեր կողմնորոշումների մասին, ասեմ ժողովուրդը ասում է որ շեղված են, ինչ են, ասեմ դրա մասին։ Չէ, դրա մասին կարիք չկա ասելու։
կարող ենք ասել, որ քանի որ ես ուրիշ լրատվամիջոցների նկատմամբ միգուցե կան նմանատիպ փորձեր, բայց այնուամենայնիվ ես կարող եմ ասել այսօրվա գործող իշխանությունը ուղղակիորեն թիրախավորել է Հայլի ակումբը եւ այս թիրախավորումը ունի կոնկրետ ինստիտուցիոնալ բնույթ։ Ուրիշ բան չեմ կարող ասել։ Այնինչ որ ես տեսնում եմ ձեր գործերով, խոսքի ազատություն, միանշանակ չի, այս թե իրանց մտածումը իրանք հավերժ են լինելու, էլի, բա ձեզ ով է, այն օրը բանը ճիշտ ասեց, բա Ռուբինյան, ձեզ ով է պաշտպանելու։ Գիտեք, իրենց վիճակը շատ դժվար է լինելու, որովհետև եթե նախկին իշխանությունները, որոնք նույնպես թույլ են տվել անթույլատրելին, նրանք կարողացել են որոշ չափով պահել անվտանգություն եւ պահել տարածքների տարածքային ամբողջականություն։ Իրենք կարող են ինչ որ չափով պաշտպանվել եւ իրենց պաշտպանությունը լինի արդյունավետ, իրենց դեպքում իրենց պաշտպանությունը ես կասկածում եմ, որ կարող են գտնվել մարդիկ, որոնք կստանձնեն եւ իրենք ունենան արդյունավետ պաշտպանություն։ Սրանք պետք է բոլորը հիշեն, որովհետեւ իրենց օրոք է հանձնվել Արցախը, իրենց օրոք է Հայաստանի Հանրապետության տարածքները 5000 զինվոր Չնայև հանձնվել Հայաստանի Հանրապետության տարածքները իրենց օրոք է, այո, այսօրվա դրությամբ մինչ պետական ճանապարհի 21 կիլոմետր հանձնվել, այսինքն իրենց կողմից կատարված, այսինքն պարտականությունները ստանձնած եւ 5000 զոհերի պատասխանատուն այսօրվա գործող իշխանությունն է։ Եվ ցեղասպանության ենթարկված Արցախի ժողովում, հայաթափություն, Հայաստանի տարածքներ, հիմա արխիվում այդպես է Տիգրանաշենի հարցին չպատասխանեց։ Տեսեք, որ տալու եք թե չէ, Ռուբինյանը ընտրվել է դրա մասին չպատասխան։ 5000 զոհերի հետ կապվածը Արցախ զորակոչումը տեղի է ունեցել այս գործող իշխանությունների կողմից։ Եվ իրենք ասում էին, որ իրենք փրկում են ինչ որ մարդկանց կյանքեր, դրա համար ստորագրեցին նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Հարց եւ նաեւ պատասխան։ Եթե Արցախը պետք է դուք ստորագրեիք, որ եւ նաեւ հիմնավորում եք, թե ինչու պետք է ստորագրեիք, որ Արցախը դա Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասն է, եւ ասում եք դա ինչ որ եղել է Ալմատայի, չգիտեմ ինչ հռչակագիր, ապա ինչու եք զորակոչում մեր զինվորներին Արցախ, նրա որդուն ինչ էր ուղարկում այնտեղ, ինչ էր ասում Արցախը եւ ինչու զոհվեցին, այսինքն սրանք բոլորը տրամաբանական հարցեր են։ Հետո էլ ասում ես ինչի չզոհվեցին, հետո էլ բոլորն ասում են ինչի չեք զոհվել, ինչի դու չես զոհվել։ Այո, նաեւ մեղադրես մարդկանց, ինչու ես դու կենթանի, ինչու դու չես զոհվել։ Սրանք բոլոր այս հարցերը իրենց համար բավականին լուրջ մեղադրանքի հիմքեր են ստեղծել։ Իմիջայլոց Նիկոլը նաև հիշում եք ասեց, որ բանը, եթե ես առանց պատերազմ հանձնեի, ինձ կասեին դավաճան, այսինքն որպես դավաճան չասել, պիտի պատերազմ լիներ, իսկ ինքը շատ ցանկացած մարդ հասկանում է, չէ, պատերազմի լինելու են զոհեր։ Հիմա դուք, այդ որ ասում եք Էդգար Ղազարյան ներողություն խնդրի, բա դուք պատասխանատվություն կրել եք, ներողություն խնդրել եք, որ այդքան զոհեր եք տվել, որտեղ ինքը ասեց, չասեց, եթե չլներ, ապա ինձ կասեին դավաճան։ Ճիշտ է։ Ու դες հազարումի բաներ, մի հատ էլ ուժեղ Հայաստան փորձում եք պաշտպանել, Էդգար Ղազարյանը դի ներողություն, ինչ ներողություն, միջև Էդգար Ղազարյանին հասնելը, այնտեղ դի մի 1000 անգամ ներողություն, Նիկոլից միջև վերջին ԿՊԱ-կանը ներողություն խնդրեն, իրանց պատիժը կրեն, հետո նոր գան հասնեն Էդգար Ղազարյանին։ Մի հատ էլ փորձում եք ինչ-որ sense պաշտպանական, չմտածել բացարձակ դրա մասին, ընդհանրապես մի քանի գործեր սկսել իրանց դեմ։ Այդ միտքը ինքը շարունակեց եւ հրապարակավ հայտարարեց, որ ինչ է ուզում է լիներ, նույն պատկերներ լինելու, բայց առանց զոհերի։ Այսինքն սա ընդունեց, որ ինքը պետք է հանձներ, նույն պատկերը պետք է լիներ, ինքը գնաց ստորագրեց, ասաց, որ դա անբաժանելի մասն է իբրև թե Ադրբեջանի, որ դրա վերաբերյալ նախկինում 90-ական թվականներին եղել է Ալմատայի եսի ինչ հռչակագիր, նույն պատկերը պետք է լիներ, բայց առանց զոհերի։ Այսինքն զոհերը պարտադիր էին եւ այդ զոհերը հարց ենք տալիս պարտադիր էին դե փաստորեն առանց զոհերի ասում էր կարար լիներ, եթե կարող էր լիներ, ապա ինչու՞ չէ կարել դա առանց զոհերի։ Շատ լավ եւ վերջին հարցը կամ այսպես հարցի շարունակություն էլի։ Ես չեմ կիսում, որ դա պետք է արվեր։ Ուզում եմ ասեմ, Արցախը չէր կարելի հանձնել։
Արցախը պետք է պաշտպանեինք, Արցախը պետք է պաշտպանել գործող իշխանությունը, որովհետև դա դրված էր փաստաթղթային հիմքով նրա վրա, որը չի կատարվել, ես դրան դեմ եմ, որ չի կատարվել, բայց այնուամենայնիվ եթե իրենք ընդունում են դա, բա զոհերը ինչու էին։ Եվ վերջին հարցը, գիտենք, որ երբ որ Նիկոլը կալանավորված էր, անանձես խնդրել էր, դուք գիշերվա կեսին հասակ միջև առավոտ, չգիտեմ ինչ էր տեղի ունեցել, դրա մասին խոսել ենք, իմաստ չունի խոսել, բայց հիմա էլ ինչ որ նախաձեռնությամբ է հրապարակ եկել Աննան, ասում է, որ կանանց նկատմամբ բռնությունները պիտի պաշտպանված լինեն կանայք, խնդրեմ, շատ բան հնարավորություն, որ Աննան զբաղվի սրանով, մի կողմից իր ամուսինն է բռնություն գործադրում, չէ, շատ կոնկրետ ինչի մեջ են, Արեգնազ Մանուկյանը նշեցիք, չէ, ինչ է կատարում, ձեր մյուս պաշտպանյալի մասին է խոսքը, եթե այդպես պատրաստ է, Էմմա Ծառուկյանի մասին, սա տարածվում է նաև Արգամ Աբրահամյանի մոր նկատմամբ, սա տարածվում է նաև առասարակ Գագիկ Ծառուկյանի տան մյուս կանանց նկատմամբ այս բռնությունը, բա ինչով է զբաղված, այդ իմաստով նաև իմ նկատմամբ, մյուս խմբագիրների նկատմամբ, այն որ համատարած մենք ինչ տերորի տակ ենք, իրանց ֆեյքերի, իրանց ուժերի, իրանց չէ, ինչ է կատարում, հիմա դատական այս պրոցեսներն են, մի կողմից շարունակում ֆինանսական այս ճնշումներն է, իմ նկատմամբ կամ նաև մյուսների նկատմամբ, Բասրա մասին ով պիտի մտածի, եթե այդպես զբաղվում է, թող ինքը այսպես ծրագրավորված, կազմակերպված Աննան զբաղվի, նաև այդ մեր պաշտպանությամբ զբաղվի։ Դե եթե դա ուղղակի միանվագյա հայտարարություն չէ, եւ դա իրապես լուրջ գործողությունների ծրագիր է, որը նա ցանկացել է իրականացնել եւ նույնիսկ մենք ունենք նաև տեղեկատվություն, որ այդ լուրջ ծրագիրը իրականացնելու համար նա ստացել է ինչ-որ սպառնալիքներ, որի հիմքով դատախազությունը Բա մեր սպառնալիքներով ով պիտի զբաղվի, որի հիմքով դատախազությունը վարույթ է նախաձեռնել, քրեական վարույթ։ Հիմա մենք ուզում ենք իմանալ, այս դեպքով Աննան զբաղվելու է թե ոչ։ Եթե զբաղվելու է, ապա ինչ գործառույթներ է իրականացնում, թող ներկայացնի հանրությանը, չնայած նրան, որ ես լուրջ չեմ վերաբերվում այդ իր գործունեությանը, բայց այնուամենայնիվ, եթե զբաղվում է, նա տեսնենք ինչ է անելու այս ուղղությամբ։ Շնորհակալություն, մնացեք մեզ հետ, քիչ անց մենք ուղիղ եթերում կլինենք Արմինե Ադիբեկյանի հետ։